Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձ, փետրվարի 7։ Դժոխքը և կորուստը չեն կշտանա, նույնպես չեն կշտանա և մարդու աչքերը։ Առակաց 27:20։ Աստծո խոսքն ասում է, որ դժոխքը, կորուստը և մարդու աչքերը չեն կշտանա։ Մարդկությունն իր պատմության հենց սկզբից կորուստներ է ունեցել։ Չկա մի մարդ, ով երբևէ չի կորցրել կամ չի կորցնի։ Ոմանք կորցրել են իրենց հարստությունը, ոմանք պատիվը, ոմանք էլ առողջությունը, կյանքը և այլն։ Մարդը սկսեց կորցնել այն օրվանից, երբ իրեն շնորհված իշխանությունը հանձնեց սատանային։ Կարելի է ասել, որ այս աշխարհում սկսեց իշխել կորստի աստվածը։ Պարզապես հիշեք, թե որքան կորուստներ եք ունեցել։ Սակայն մեզ համար բարի լուր կա։ Երբ ընդունում ենք Քրիստոսին, դադարում ենք կորցնելուց։ Մենք գտնում ենք ճշմարիտ Աստծո ներկայությունն ու օրհնությունը, ինչպես նաև հավիտենական կյանքը, որ կորցրել էինք մեղքի պատճառով։ Սիրելիներ, քննեք, թե ինչից է բաղկացած ձեր կյանքը՝ կորուստներից, թե ձեռքբերումներից։ Այդ ժամանակ ինքներդ կարող եք դատել, թե որքանով է Տիրոջ զորությունը ձեզ հետ։ Այս աշխարհն իրականում դաժան է, որովհետև սատանան ամեն ինչ անում է, որ կորուստներ ունենանք։ Սակայն մենք չենք հանձնվում, որովհետև ունենք ամենակարող Աստված, ով թագավորում է մեր կյանքում և իզորու է վերականգնելու մեր կորցրածը։ Հոբի կյանքը մեզ համար վառ օրինակ է։ Այսպիսով, դժոխքը, կորուստը և մարդու աչքերը չեն կշտանում, նույնիսկ թվում է, թե դրանք միասին են գործում։ Ուստի մի հետևեք ձեր աչքերի ցանկությանը, այլ հետևեք Տիրոջը և նրա զորությանը։ Մի առաջնորդվեք ձեր աչքերի տեսածով, այլ վստահեք ձեր հոգևոր աչքերին։ Այդ ժամանակ ոչ թե կկորցնեք, այլ ձեռքբերումներ կունենաք։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։